Վարչապետն անցել է եկեղեցու դեմ գործուն քայլերի, համակարգող խումբ է ստեղծում վեհափառին հեռացնելու համար։ Անընդունելի խայտարակություն, երրորդ նախագահի արձագանքը վեհափառի դեմ արշավին։ Իրանը խափանել է Զանգեզուրի միջանցք ստեղծելու փորձը, Խամենեի խորհրդականի հայտարարությունը։ Հրաձգություն ավստրիական դպրոցում, աշակերտը սպանել է դասընկերներին, ապա ինքնասպան եղել։ Լայնամասշտաբ հարձակում Կիևի վրա, զոհեր և տուժածներ կան, գնդակոծվել է նաև Օդեսայի ծննդատունը։ Եթե ապահարզան, ապա միայն հաշտարարի մոտ գնալուց հետո ընտանեկան գործերում հաշտարարի միջնորդությունը պարտադիր կդառնա։ Կրակոցներ Երևանում, երկու տղամարդ հարաբերություններ են պարզել, կրակոցից պատահական անցորդ տարեց կին է տուժել։ 887 միլիոն դրամի վնաս պետությանը, ՊԵԿ-ի բացահայտումը Ծաղկաձորի խաղատներից մեկում։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Իշխանություն եկեղեցի հակամարտությունը նոր փուլ է թևակողում Facebook-յան 10-օրյա գրառումներից հետո Փաշինյանն անցել է եկեղեցու դեմ գործուն քայլերի։ Նա այսօր հայտարարել է Գարեգին երկրորդ հայրապետին վեհարանից հեռացնելու համար համակարգող խումբ ստեղծելու մասին, թվարկել այն պարտադիր պայմանները, որոնց պետք է համապատասխանեն խմբի անդամները։ Վարչապետը հորդորել է ցանկացողներին տվյալները ուղարկել անձամբ իր էլեկտրոնային հասցեին։ Միաժամանակ ակտիվացել է ընդդիմությունը, ի պաշտպանություն կաթողիկոսի, որոշել են կեսգիշերին օդանավակայան գնալ դիմավորելու Էմիրություններից վերադարձող վեհափառին, որ Գարեգին երկրորդը զգա հավատավոր ժողովրդի աջակցությունը։ Փաշինյանը անցնում է գործնական քայլերի, համակարգող խումբ է ստեղծում իր ձևակերպմամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վեհարանը ազատելու և կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար։ Խմբի անդամ դառնալու մի քանի պահանջ կա։ Իրենց ամբողջ հոգով հավատում են մեր կենդանի Տիրոջը, Հիսուս Քրիստոսին։ Գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացել են Աստվածաշունչը։ Վերջին 5 տարում գոնե մեկ անգամ պահել են մեծ պահքը։ Ամեն օր աղոթում են։ Հավատում են, որ Մայրաթորի նորոգման օրակարգը բխում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից եւ համապատասխան է մեր նախնիների Սուրբ ավանդին։ Համակարգող խմբի առաջին 10 անդամների ընտրության պատասխանատվությունը Փաշինյանը կվերցնի իր վրա ու հասկանում է, որ խմբի անդամության վերենշված չափանիշների մեծ մասը օբյեկտիվորեն հնարավոր չէ ստուգել, բայց կարծում է շփումներում, զրույցներում Աստծո օգնությամբ հնարավոր է պարզել, հնարավոր է տեսնել հոգու աչքերով։ Թե սա կոնկրետ ինչ մեխանիզմ է, նախարար Անդրեասյանը կարծում է շատ պարզ է հավատացյալ մարդու համար։ Իսկ Փաշինյանի այսօրինակ կոչերը քաղաքացիական բախման չեն հանգեցնում։ Նախարարը հարցին որպես սոցիոլոգ է պատասխանում։ Ես կարծում եմ, ովքեր որ նման կոչեր են անում, մեր հանրությանը շատ վատ են ճանաչում։ Ես սոցիոլոգ եմ եւ դա նաեւ իմ մասնագիտությունն է եւ ես վստահ եմ, որ մեր հասարակությունը ունի համերաշխության շատ ամուր առանցք եւ ես վստահ եմ, որ մեր հասարակությունը անցնելով ամենատարբեր փորձություններին ունի բավարար խելք եւ իմաստություն տարբեր մարտահրավերներից եւ դժվարություններից դուրս գալու եւ նման թերահավատություն եւ անվստահություն չունեմ իմ ժողովրդի նկատմամբ։ Այս օրերին Փաշինյանի եկեղեցու վեհափառի հասցեին հնչող մեղադրանքները ըստ ընդդիմադիր պատգամավորի մեկ բանի մասին են խոսում, ձևակերպում է, թե Փաշինյանը ձեռքը գցում է փրփուրներից, որովհետև գիտի ժողովրդի կարծիքը իր վարչապետության մասին։ Շարունակում է ձեռնարկը սահմանադրական կարգի խախտում է։ Մենք հստակ ունենք առաքելական եկեղեցու կարգավիճակը սահմանադրորեն ֆիքսված եւ որևէ մեկին դա սահմանադրական որևէ մարմնի լիազորություն չի տրված։ Ուրեմն գնացեք եկեղեցի եւ այդ արարողակարգերը ուսումնասիրեք եւ տեսնեք, որ այնտեղ ոչ մի տողատակերով անգամ Նիկոլը որպես քաղաքացի չի կարող հայտնվել։ Իդեպ Փաշինյանը գրել է նաեւ, որ այս գործունեության ընթացքում գայթակղության բազմաթիվ խոսքեր են հնչելու, իրենց մեղադրելու են ամենատարբեր մեղքերում։ Առաջարկում է այդ ամենին նայել հոգու աչքերով։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։ Փաշինյանի թեզերին տելեգրամյան գրառմամբ միացել է նաև ազգային ժողովի նախագահը, մինչև այդ սակայն նա քաղաքական շեշտադրումներ է արել, գրել ձևակերպել է, քաղաքական ապագա չեն կարող ունենալ բոլոր նրանք, ովքեր ներգրավված են կամ կլինեն Քոչարյանի կամ Սերժի թիմի մեջ։ Նա այդ ուժերին անվանել է անցյալի ուժեր եւ քաղաքական դաշտի դինոզավրեր։ Վեհափառի վերաբերյալ Սիմոնյանը գրել է, հայ առաքելական եկեղեցին կունենա նոր ամենայն հայոց կաթողիկոս, հավելել է բոլոր նրանք, ովքեր խոսում են բարձր արժեքներից, սրբություններից, նույնիսկ տիեզերքից, փորձում պաշտպանել անպաշտպանելիին, հայտնվելու են նոր իրողության առաջ կամ հեռանալու են հնի հետ։
Փաշինյանի եկեղեցու եւ վեհափարի դեմ ուղղված արշավի վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել Հայաստանի երրորդ նախագահը։ Պատասխանելով լրագրողների հարցին, թե Փաշինյանի կառուցվածքային թիրախավորումներին կառուցվածքային պատասխան կլինի, Սարգսյանն ասել է. «Մենք կհետևենք վեհափար Հայրապետի հորդորներին եւ դիրքորոշմանը»։ Այդ խայտարակության հանդեպ ես դիրքորոշում պետք է ունենամ։ Չէ՞ որ անընդունելի է, ընդհանրապես անընդունելի է այդ թեմայով որևէ խոսակցություն։ Ես կարծում եմ, որ որպես առիթ երևի Շվեյցարիայում վեհապար Հայրապետի ելույթներ, այդ միջոցառումներ, բայց ամբողջովին տեղավորվում է իր, այսպես հնարած, նոր Հայաստանի կոնցեպտի մեջ։ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև վարչապետի իմփիչմենթի գործընթացին, ասել է, որ այդ հարցում փողոցը կգեներացվի։ Նրա խոսքով վաղը բանակցություններ են լինելու Հայաստան եւ Պատիվ ունեմ խմբակցությունների միջև եւ իմփիչմենթի գործընթացի վերաբերյալ վերջնական պատասխաններ կլինեն։ Խոսելով Պատիվ ունեմի թեկնածուին թիրախավորելու մասին, Սարգսյանն ասել է, ում էլ առաջադրեին ակնհայտորեն մեծ հակազդեցության էր արժանանալու։ Սերժ Սարգսյանի խոսքով պայքարը ոչ թե իշխանության, այլ իշխանափոխության համար է։ Դավիթ Համբարձումյանը ի վիճակի է այդ ուղղությամբ լուրջ պայքար մղելով։ Այո, մենք իշխանության չենք հավակնում։ Այս պայքարը ոչ թե իշխանության համար է, այլ իշխանափոխության համար է։ Ումով ուզում է, մենակ իշխանափոխություն լինի։ Չեն կարող մրից ելնել մրջուն ընկնել։ Ոչ, որտեվ սա մուրջ չի։ Սա ճահիճ է, ճահիճ։ Մինչև Հայաստանում զբաղված են ներքաղաքական խնդիրներով վեհափարին են հեռացնում, վարչապետին իմփիչմենթ հայտարարում, Բաքուն ատամներն է սրել եւ ակտիվորեն պատրաստվում են նոր զորավարժության։ Անխախտ եղբայրություն կոչվող զորավարժությունը թուրքական բանակի հետ են անցկացնում Նախիջևանում։ Միաժամանակ Բաքուն 40 կործանիչ է պատվիրել Պակիստանին։ Ինչին է այդպես լրջորեն նախապատրաստվում Ալիևը, հաստատ ոչ խաղաղության կարծում են փորձագետները, պնդում այս ամենից վառոդի հոտ է գալիս։ Թուրք-ադրբեջանական տանդեմը հերթական զորավարժություններն է անցկացնում Նախիջևանում։ Ռազմական ոլորտի փորձագետների դիտարկմամբ այդ զորավարժությունների հիմքում հարձակողական գործողություններն են, որի թիրախում առաջին հերթին Հայաստանն ու Իրանն են։ Դա պարզ հետևություն, եթե նման բան լինի, հասկանալի է, որ տարածաշրջանը պայթեցնելու ծրագիր կա։ Զորավարժությունների բնույթը, ներգրավված անձնակազմը, մարտական խնդիրը, տեխնիկան, առաջին հերթին մեզ հուշում է, որ դա հարձակողական գործողություն է, ոչ պաշտպանողական։ Երբ զրահատանկային զորքեր հատուկ նշանակության զորավարժաններ են օգտագործում հրթիռահրետանային կայանքներով, դա հարձակողական է։ Նախիջևանում տեղի ունեցող զորավարժություններին զուգահեռ Թուրքիա, Ադրբեջան, Պակիստան ԵՌԵԱԿ այս օրերին ավելի են ամրապնդում իրենց ռազմական համագործակցությունը։ Դա ակներև է տարբեր ձևաչափերով հանդիպումներում հայտարարությունների բովանդակությամբ, զենքի ու զինամթերքի վաճառքի ակտիվացմամբ։ Միջազգային մամուլն էլ գրեց, որ Ադրբեջանը ընդլայնել է պակիստանյան GF-17 կործանիչների գնման պատվերը 16-ից հասցնելով 40-ի։ Defense Industry Europe-ն էլ գրեց, որ գործարքը 4 միլիարդ 600 միլիոն դոլարի է հասնում։ Ինչպես է սա տեղավորվում այսպես կոչված խաղաղության պայմանագիր կոչվածի համատեքստում, երբ Ադրբեջանն նոր-օրի զինվում է, որ ուղղությամբ են այդ կործանիչները ռազմական գործողություններ իրականացնելու, եթե ոչ Հայաստանի։ Որքան էլ դուք ասեք խաղաղություն եք ուզում, երբ քո հարևան երկիրը կոնկրետ խնդիր է դրել ամբողջ տարածքը, Հայաստանի Հանրապետությունը ինքը դիտում է որպես միջանցք, տեսականորեն եւ գործնականորեն ինքը փորձում պատրաստել նվաճելու այդ պատերազմի ժամանակ ներքաշվելու են առնվազն տարածաշրջանային երկու պետություն նաեւ։ Խոսքը Ռուսաստանի եւ Իրանի մասին է։ Թուրքիան եւ Ադրբեջանը համատեղ այս տարվա ընթացքում մեկ զորավարժություն են անցկացրել Ձմռանը Կարս քաղաքում։ Հայկական կողմը Իրանի հետ ապրիլին է անցկացրել հայ-իրանական երկօրյա զորավարժություն երկու երկրների սահմանին։ Ագարակին հարևան Իրանի Նորդուզի շրջանից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից համակային զորքերի հատուկ ստորաբաժանումները թեթև եւ ծանր զինատեսակներ կիրառեցին։ Այդ թվում հակատանկային նռնականետեր ու դիպուկահար հրացաններ։ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներն էլ սահմանի հայկական կողմում են անցկացրել վարժանքները։ Իմ տվյալներով ադրբեջանական դիվերսիոն հետախուզական մի քանի խումբ փորձել են Հայաստանի հետ տարածքում ինչ-որ գործողություններ անել եւ ցախողվել են եւ Իրանը ուղղակի հայկական կողմից ստիպել են, որ նման ինչ-որ բան արվի։ Այդ զորավարժությունը Իրանի հատուկ նշանակության հակահաբեկչական խմբավորումները իրենց տարածքում էին, մերը մեր տարածքում։
Կանցկացվեն Հայաստանում նոր զորավարժություններ թուրք-ադրբեջանականին զուգահեռ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունն այնուամենայնիվ դեռ պաշտոնապես հայտարարություններ չի արել։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Իրանը խափանել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցք ստեղծելու փորձը, այսպիսի հայտարարություն է արել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի միջազգային հարցերի խորհրդական Ալի Ակբար Վիլայաթին։ Նա ասել է, որ Իրանը արագ եւ վճռական արձագանքել է Հարավային Կովկասում ստեղծված ճգնաժամին։ Վալայաթի խոսքով, երբ որոշ երկրներ փորձեցին Զանգեզուրի միջանցք ստեղծելու պատրվակով Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ Հայաստանի տարածքով, որը ըստ էության կնշանակեր Հայաստանի մասնատում եւ դեպի Եվրոպա իրանական միջանցքի փակում, Իրանը վճռականորեն դեմ արտահայտվեց այդ ծրագրին եւ խափանեց դրա իրականացումը։ Նա հավաստիացրել է, որ Ջո Բայդենը Միացյալ Նահանգների նախագահ եղած ժամանակ խոստովանել է, որ ամեն ինչ պատրաստ էր միջանցքը գործարկելու համար, սակայն հենց Իրանն է խանգարել այդ նախագծին։ Բաքուն կրկին հիստերիկ ջղաձգումների մեջ է հայտնվել այս անգամ Մոսկվայի պատճառով Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին ռուս-ուկրաինական թեմայով խոսելիս ասել է, թե առանց լիարժեք խաղաղության պայմանագրի զինադադարը կարող է հանգեցնել նոր էսկալացիայի։ Մեդինսկին զուգահեռել է այնպես ինչպես եղավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, երբ կար վիճելի տարածք Ղարաբաղը։ Այս արտահայտությունը հունից հանել է ադրբեջանցի դիվանագետներին եւ սկանդալի առիթ տվել։ Мы не хотим, чтобы у нас создавался повод, гигантский Карабах. Վլադիմիր Պուտինի օգնական մասնագիտությամբ պատմաբան Վլադիմիր Մեդինսկին հարցազրույցում խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության մասին եւ զուգահեռներ անցկացնելով ձևակերպել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կար վիճելի տարածք Ղարաբաղը։ Հարցազրույցին անմիջապես հաջորդել են Բաքվի ջղաձգումները ու թերևս արտգործնախարարությունը հերթական հարմար առիթն է գտել կոշտ արտահայտվելու նախ պաշտոնյայի, հետո արդեն պաշտոնական Մոսկվայի հասցեին։ Կարծիք են հայտնել, թե Ղարաբաղը իբր ադրբեջանական հող է ու այն Ռուսաստանը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս։ Նման համեմատությունը տեղին չէ, քանի որ Ադրբեջանը երբեք չի խախտել որևէ երկրի տարածքային ամբողջականությունը եւ չի վարել ագրեսիվ պատերազմ որևէ երկրի դեմ։ 2020 եւ 2023 թվականներին Ադրբեջանը հայրենական պատերազմ եւ հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել իր ինքնիշխան եւ միջազգայինորեն ճանաչված տարածքներում։ Պատմաբանան եւ այն ինչ որ ինքը ասել է պատմական տեսանկյունից հիմնականում ճիշտ ասել։ Իհարկե կա մի թերի մաս, որ ինքը ասում է, որ Արցախը վիճելի տարածք է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, նա վիճելի տարածք չէ։ Հայաստանը երբեք չի ասում, որ Արցախը պետք է լինի Հայաստանի մաս կամ Հայաստանի մասը, որ դա վիճելի տարածք է։ Հայաստանը ասում էր, որ եւ Արցախը ասում էր, որ Արցախը ինքնորոշվել է օգտվելով խորհրդային միության օրենքներից, ասում է, մենք չենք ուզում, որ ստեղծվի այդպիսի իրավիճակ, որ ոչ մեկ չի ճանաչի այդ տարածքները որպես Ռուսաստանի մաս եւ հետո Ուկրաինան կօգտվի ճակերտավոր իր իրավունքից, ոնց որ Ադրբեջանը դա արեց եւ նոր պատերազմ սկսի։ Ադրբեջանի արտգործնախարարության զգայուն հայտարարությունից հետո Մոսկվայից Զախարովան կոչ է արել կոնտեքստից չհանել Ղարաբաղի մասին Մեդինսկու խոսքերը եւ դրանց չտալ բոլորովին այլ իմաստ։ Զախարովան նշել է, որ Ղարաբաղի մասին իր մեկնաբանության մեջ Մեդինսկին խոսել է իրավիճակի պատմական ասպեկտի եւ սոցիալ-մշակութային առանձնահատկությունների մասին։ Իհարկե, Մեդինսկու ասացի բովանդակությունը երկար կարելի է քննարկել, բայց այստեղ առանձնահատուկ ուշադրություն է պահանջում ադրբեջանական կողմի արձագանքման սրությունն ու խոսքի ենթատեքստը։ Շատ չի անցել Մոսկվա-Բաքու հարաբերությունների հայտնի սկանդալից։ Դարձյալ Ալիևի հրամանով նորն է ծավալվում։ Իրենց խոսքի մեջ փորձում են նաև նվաստացնել օրինակ Պուտինի օգնական Մեդինսկուն, այսինքն դեռ պատմաբան լինելով այդքան ոչ չգիտես Ադրբեջանի ագնին ասում է՝ ի տարբերություն ուրիշներին Ադրբեջանը չի պատերազմել ուրիշների տարածքում, չի խախտել ուրիշների տարածքային ամբողջականությունը եւ այսպիսով մենք չենք հասկանում ինչ է Մեդինսկին նման բան ասել։ Այսինքն հետո մենք հիշենք, որ Ադրբեջանը ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, նաև Կրիմը Ուկրաինայի մաս, մենք տեսնում ենք, որ մեկը մեկին պրոյեկտում են։ Ուրեմն ինչու է նորից Մոսկվայի դեմ կտրուկ քայլերի դիմում Ալիևը, քաղաքագետը նախ հիշեցնում է, վերջին շրջանում Հայաստան հաճախ են գալիս ու գնում ռուս պաշտոնյաները։ Նրանցից արտգործնախարար Լավրովի այցի ժամանակ հայտնի դարձավ, որ չմատակարարված ռուսական զենքի գումարները այլ ուղղությամբ կտրամադրվեն։ Փորձագետը ասում է, Ալիևի ակնկալիքները չեն արդարանում նաև հատկապես այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցով։ Այստեղ սպասում են Մոսկվայի աջակցությանն ու հովանավորությանը։ Տիգրանուհի Կուրգինյան, ժամը լրատվական։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման երկրորդ հատվածում ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Հրաձգություն ավստրիական դպրոցում աշակերտը սպանել է դասընկերներին, ապա ինքնասպան եղել։ Լայնամասշտաբոթային հարձակում Կիևի վրա, զոհեր եւ տուժածներ կան, գնդակոծվել է նաեւ Օդեսայի ծննդատունը։
Եթե ապահարզան, ապա միայն հաշտարարի մոտ գնալուց հետո ընտանեկան գործերում հաշտարարի միջնորդությունը պարտադիր կդառնա։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Ողբերգությունն Ավստրիայում հարավարևելյան Գրաց քաղաքի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով նախնական տվյալով զոհվել է 10 դպրոցական։ Հարձակվողը նույն դպրոցի աշակերտ է, որը դեպքից հետո ինքնասպան է եղել։ Հրաձգությունը տեղի ունեցել 2 տարբեր դասարաններում։ Այս պահին դասընկերների սպանության եւ ինքնասպանության պատճառը անհայտ է։ Ավստրիայում երրորդյա սուգ է հայտարարվել։ Վաղարավոտյան ռուսական զինուժը շահեդ ԱԹՍ-ներով եւ հրթիռներով հարվածներ է հասցրել Կիևին եւ Օդեսային, վնասվել են մի շարք շենք-շինություններ, այդ թվում Օդեսայի հարավային նավահանգստի ծննդատունը։ Կան զոհեր։ Կիևի ռազմական շրջանի ղեկավարի տեղեկացմամբ ռուսական զինուժի թիրախում են եղել քաղաքացիական ենթակառուցվածքներն ու քաղաքի խաղաղ բնակիչները։ Կիևը գտնվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման տակ, տասնյակ անօդաչու թռչող սարքեր են գրոհել Ուկրաինայի մայրաքաղաքը։ Ամերիկյան դաշնային կառավարությունը որոշել է կրկնապատկել Լոս Անջելեսում հակամիգրացիոն ռեյդերի դեմ բողոքի ցույցերի համար տեղակայված ազգային գվարդիայի զորքերի թվաքանակը, այն հասցնելով 4000-ի։ Կալիֆոռնիայի ուղարկվել 700 ծովային հետևակային։ Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմը որոշումը հիմնավորել է դաշնային աշխատակիցներին եւ շենքերին սպառնացող վտանգի աճով։ Կալիֆոռնիայի նահանգապետը Թրամփի որոշումը որակել է հակաամերիկյան։ Նրա խոսքով նման ստորաբաժանումները պետք է պայքարեն արտաքին սպառնալիքների դեմ, այլ ոչ թե ներքին։ Շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգին արտաքսել են Իսրայելից, նա իր մոտ 1 տասնյակ համախոհների հետ փորձել է ծովով օգնություն հասցնել Գազայի հատված։ Ավելի վաղ նրանց տեղափոխող նավի տեղաշարժը իսրայելցի զինվորականները արգելափակել են, նավում գտնվող անձանց բերման ենթարկել, իսկ օգնության բեռը բռնագրավել։ Թունբերգն ու մյուս ակտիվիստները դեռևս շարունակում են կալանքի տակ մնալ, քանի որ հրաժարվել են ստորագրել արտաքսման անհրաժեշտ փաստաթղթերը։ Վերադառնանք ներհայաստանյան թեմաներին։ Հայաստանում տների գները հնարավոր է ընկնեն։ Կանխատեսումը Կենտրոնական բանկի նախագահինն է, բազմաբնակարանների մեծ թափով ընթացող շինարարությունը կարող է հագեցնել պահանջարկը եւ անշարժ գույքի շուկայում նույնիսկ ավելցուկ առաջանալու ռիսկեր ստեղծվեն։ Գլխավոր դրամատան ղեկավարը նախորդ տարվա ֆինանսական կայունության հաշվետվությունն է ներկայացրել, ասել, բանկերը բարձր շահութաբերություն են ունեցել, ինչի նպաստել է սպառողական վարկերի աճը, բարձր եկամտաբերությամբ եւ տոկոսներով։ Գների աճի տեմպերի դանդաղման միտումները արձանագրվել անշարժ գույքի շուկայում։ Եկամտահարկի վերադարձի աստիճանական դադարեցման եւ անշարժ գույքի պահանջարկի հնարավոր հագեցվածության պայմաններում այս շուկայում ակտիվության հետագա դանդաղում կարող է արձանագրվել։ Կենտրոնական դրամատան ղեկավարն է գնահատում. Շինթույլտվությունների եւ բնակարանային շինարարության բարձր աճը զուգակցված անշարժ գույքի շուկայում պահանջարկի հնարավոր հագեցման եւ հետագա հնարավոր նվազման միտումների հետ կարող է ստեղծել անշարժ գույքի շուկայի ավելցուկային առաջարկի ձևավորման ռիսկեր։ Այս օրերին $1 գնվում է 382 դրամով, վաճառվում 385-ից 386 դրամով։ Որքան ժամանակ դեռ դոլարը արժեզրկված կմնա եւ արդյոք այս պատկերից տնտեսվարողները տուժում են։ Երկրի գլխավոր դրամատան ղեկավարը փորձեց ապացուցել, որ ոչ, հակառակը դրամն արժեզրկվում է։ Մարտին Գալստյանը սկսեց ռուսական ռուբլու փոխարժեքից, տեղեկացնելով, որ այն տարվա ընթացքում արժևորվել է։ Առևտրային բանկեր կան, որ 1 ռուբլին վաճառում են մինչև 5 եւ մի քիչ ավելի դրամով։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանում այնուամենայնիվ գնաճը դեռևս շարունակում է մնալ ավելի բարձր, քան Հայաստանում։ Այդ երկու գործոնների ազդեցության ներքո մենք հասկանում ենք, որ հայկական դրամը ըստ էության որոշակի արժեզրկված վիճակում է ռուսական ռուբլու նկատմամբ։ Նույնը նաև կարելի է դիտարկել եվրո-գոտու հետ կապված, եվրոյի հետ փոխարժեքը տարվա սկզբից, եթե ես չեմ սխալվում, 1.04-ից թե 1.05-ից դոլարի նկատմամբ այս պայդրությամբ 1.14 է։ Այսինքն որոշակի ուժեղացել է, այդ պայմանավորված է նաև աշխարհակահական իրադարձությունների զարգացմամբ, որոշակի կապիտալ ենթադրաբար Ամերիկայի Միացյալ Նահանգներից արտահոսումը դեպի եվրագոտի երկրորդ ամենազարգացած ֆինանսական շուկա ունեցող ռեգիոնը։ Ու այդ պարագայում հայկական դրամի
թվացյալ ամերիկյան դոլարի նկատմամբ նոմինալ փոխարժեքի անփոփոխ մակարդակը չի արտացոլում այն ամբողջական պատկերը, որը որ մենք ունենք։ Ռեալ էֆեկտիվ փոխարժեքի տեսանկյունից հայկական դրամը արժեզրկվել է։ Եվ կենտրոնական բանկի նախագահը հաստատեց, որ այո, 3 ամսվա ընթացքում հարյուրավոր քաղաքացիների բանկային հաշիվներից գողություններ են կատարվել։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս դեպքերում ճնշող մեծամասնությունը կամ դարձել են խաբեության զոհ, կամ ինքնակամ տրամադրել են գաղտնի կոդերը։ Խաբեության հիմա նոր տեսակ կա, զանգահարում են, օրինակ ասում են բջջային օպերատորների մատակարարող ընկերությունից, որևէ մեկից, մենք ուզում ենք կարգաբերել ձեր 5G ցանցը, խնդրում ենք հիմա մի հատ հաղորդագրություն կգա ձեր հեռախոսի վրա, որպեսզի դուք արագ ավելի ինտերնետ ունենաք, խնդրում ենք սեղմեք դրա վրա, սեղմում են, հետո դրա միջոցով կոդն են վերցնում, կոդի միջոցով մուտք են գործում իրանց բանկային ծառայությունների application-ները, հավելվածները, ուտեղ արդեն ոչ մեկ չի կարող կանխարգելել որևէ բան։ Բանկային ոլորտում տեղի ունեցած խարդախությունների, ֆիշինգի բոլոր դեպքերն ըստ Մարտին Գալստյանի ուսումնասիրվել են, եւ եթե բանկի մեղավորությունն է եղել, ապա գլխավոր դրամատան ղեկավարի պնդմամբ քաղաքացիներից գողացված գումարը բանկերը միանգամից վերադարձրել են։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Լուսաձայնային բարձր ազդանշաններ, բարձրախոսով կտրուկ հրահանգներ, արդյունքում երթևեկության ընթացքում վթարային իրավիճակներ։ Պարեկների ավտոմեքենաներից հնչող բարձր ազդանշաններն ու ցուցումները, որոնք հաճախ կապակցված չեն հնչում, խուճապի են մատնում վարորդներին, որոնք չգիտեն ինչ անել, աչք քաշել կանգնել, թե սրել ականջները հասկանալու համար օրինապահների պահանջը։ Մասնագետները նախ վարորդներին են կոչ անում զգոն լինել պարեկների կամ պետական արագընթաց Շարասյան հանդիպելիս, որպեսզի չհայտնվեն վթարային իրավիճակում, ինչպես աղմուկ բարձրացավ վարչապետի Շարասյան հետ կապված անցած կիրակի։ Վարորդները ցանկացած դեպքում պետք է թերևս պատրաստ լինեն սթրեսային իրավիճակներին։ Մասնագետները հանրային ընկալման մեջ խնդիրներ են տեսնում, հասարակությունը ոստիկանի գործողությունները չի դիտարկում իբրև հանրային անվտանգության պաշտպանությանն ուղղված գործընթաց։ Զուտ սեփական անվտանգության տեսակետից, եթե հրահանգ կա կանգնել, կողմ քաշվել կամ փողոցը չանցնել, այդ հրահանգը պիտի կատարվի գոնե սեփական անվտանգությունը ապահովելու համար, որովհետև Շարասյունը կարող է մեծ արագության տակ լրջագույն վնասներ հասնել, կյանք արժանա։ Նախորդին մամուլում մի տեղեկություն տարածվեց, ըստ որի Փաշինյանի Շարասյունը Սյունիքից վերադառնալիս վրաերթի է ենթարկել մի քաղաքացու։ Հրապարակումներին հաջորդեցին վարչապետի մամուլի խոսնակի եւ ներքին գործերի նախարարության հերքումը, ապա ոստիկանությունը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ վրաերթի են ենթարկվում Hyundai եւ Vaz Magnishի մեքենաները։ Տեսանյութում հստակ երևում է, որ պարեկային ծառայության կարգախումբը վարելիս բջջային հեռախոսից օգտվելու համար կանգնեցնում են Nissan Magnishի ավտոմեքենան վարչահարություն իրականացնելու նպատակով, ինչից հետո Vaz Magnishի ավտոմեքենայի վարորդը ստեղծում է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով նույն ճանապարհով ընթացող Hyundai Magnishի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվում է Vaz Magnishի մեքենային, ապա ճանապարհի աջ եզրային մասում կայանված պարեկային ծառայության կարգախմբի ավտոմեքենային։ Վթարը, որն առաջին հայացքից կապվեց պետական Շարասյան հետ, թերևս հերքվեց, սակայն բացահայտեց մեկ այլ խնդիր, որի մասին ոլորտի մասնագետներն ու վարորդները պարբերաբար հազանգում են։ Այն դարձավ մեկնարկ հերթական անգամ խոսելու կիրառվող լուսաձայնային բարձր ազդանշանների, դիմելաձևի վարքականոնների մեծ արագությամբ սլանալու եւ վթարավտանգ իրավիճակներ ստեղծելու մասին։ Ճանապարհին լուսաձայնային ազդանշանները, որոնք նախատեսված են վարորդներին նախազգուշացնելու համար, իրականում հաճախ նպաստում են խուճապի առաջացմանը։ Վարորդը չգիտի, կանգնել է պետք, թե շարունակել ճանապարհը։ Բարեկի ասած այդքան հասկանալի ըմբռնալի չի լինում, բայց այն ազդանշաններից այդ արագությունից հասկանում ենք, որ ինչ-որ մի բան կա, պետք է ճանապարհը զիջել։ Հնարավոր է վթարային իրավիճակներ ստեղծվի, անփորձ վարորդներ լինեն, որ խուճապի մատնեն, չիմանան այդ բանը ինչ կարելի անել ու խնդիր ստեղծել։ Ինչպես կողմնորոշվի վարորդը ինչ անել, երբ հետևից մեծ արագությամբ մոտենում է մեքենա ազդանշաններով ու բնավ խոսքը արտակարգ իրավիճակների կամ հանցագործի հետապնդման մասին չէ։ Ինչ խոսք, հեշտ լուծվող խնդիր չէ, որովհետև վարորդները բոլորը չէ, որ բարձր սթրեսակայունություն ունեն։ Վերջին տարիներին մի քանի աղմկահարույց վրաերթեր են արձանագրվել պետական շարասյունների կամ պարեկային ծառայությունների մասնակցությամբ։ Ես որպես վարորդ կարող եմ ասել, որ այո, այդ ընթացքը, այդ անորոշ ձայները, որոնք մեքենաներից գալիս են, որոնք շատ կոպիտ են, որոնք շատ անսպասելի են շատ դեպքերում լինում, անշուշտ կարող են ինչ-որ իրավիճակներում խանգարել։
Ճանապարհային երթևեկությունն այնքան է բարդացել, որ շարքային ոլորտը դարձել է առավել խոցելի։ Մասնագետները եւս մեկ անգամ փաստում են, որ ոստիկանների արտահայտությունները բարձրախոսերով առավելապես անհասկանալի են, սակայն հորդորում են սեփական անվտանգությունից ելնելով լինել զգոն կամ ինչպես ասում են աչք քաշել, կանգնել։ Հասմիկ Անտոնյան, Զորհաբ Քարամյան, ժամը լրատվական։ Եթե ապահարզան, ապա միայն հաշտարարի մոտ գնալուց հետո հուլիսի 1-ից հաշտարարի միջնորդությունը պարտադիր կլինի ամուսնալուծության և ընտանեկան այլ գործերի դեպքում։ Տարեկան մինչև 3000 ընտանեկան գործեր են քննվում դատարաններում, վճիռները հաճախ տարիներով ձգձգվում են։ Պետությունը հույս ունի, որ հաշտարարի միջնորդությամբ հնարավոր կլինի պայմանավորվածության հասնել շատ ավելի արագ և առանց քաշքշուկների։ 7 տեսակ ընտանեկան գործերը, մասնավորապես ամուսնալուծությունը, երեխայի տեսակցության և ալիմենտի նշանակումները հուլիսի 1-ից պարտադիր հաշտարարության ենթակա կլինեն։ Սա նշանակում է, որ եթե նման խնդիր առաջանա, ամուսինները միանգամից դատարան չեն կարող գնալ, նախ հաշտարարի ներկայությամբ բանակցել է պետք։ Պետության դիրքորոշումն է առավել կառուցողական մոտեցում է։ Մենք ունենք դատական գործեր, երբ երեխայի խնամակալության վեճ է քննվում եւ այնքան երկար է տևում դատական process-ը, օբյեկտիվ-սուբյեկտիվ պատճառներով, որ երեխան դառնում է չափահաս եւ արդեն ինքն է որոշում ում հետ պետք է բնակվի։ Ինքնին հաշտարարությունը ինքը կարող է ամիսներ տևել, հա, կամ շաբաթների ընթացքում։ Ռեֆորմները եւ բարեփոխումները ուղղված չեն միայն պարտադիր հաշտարարության իրականացմանը, այլ ընդհանուր առմամբ հաշտարարության ինստիտուտի ներդրմանն են ուղղված Հայաստանում, որը մեր նաեւ տրամաբանությամբ եւ իրականում ռեֆորմի տրամաբանությամբ պետք է ընդգրկի ոչ միայն ընտանեկան գործերը, այլ նաեւ բոլոր տեսակի քաղաքացիական աշխատանքային վեճերը, որոնք որ կողմերը իրենց ցանկությամբ նախընտրելի կհամարեն լուծել հաշտարարության միջոցով։ Մեր երկրում յուրաքանչյուր տարի 2800-ից մինչև 3000 ընտանեկան գործ է դատարան հասնում։ Պատասխանատուները վստահ են, որ այսպես նաև դատական համակարգի բեռն է թեթևանալու, թեպետ այս պահին միայն 124 հաշտարար ունենք ամբողջ երկրում, որոնց կեսն էլ պարտադիր գործերով զբաղվելու ցանկություն չունի։ Այսինքն ընտանեկան մինչև 3000 վեճերը մնում են միայն 62-ի ուսերին։ Եթե անձը չի կարողանում կողմնորոշվել, թե նշված հաշտարարներից ում է ընտրում իրեն որպես գործվարող հաշտարար, նա կարող է ուղղակի դիմում ներկայացնել արդարադատության նախարարությանը նույն համակարգի միջոցով, համակարգը վիճակահանությամբ որոշակի ալգորիթմով իհարկե որպեսզի կրկնություններ եւս չլինեն, ընտրում է հաշտարարին եւ այդ գործը մակագրվում է այդ հաշտարարին։ Հաշտարարի ծառայությունները եւս վճարովի կլինեն, կառավարությունը դրանց համար նվազագույնը 10000 դրամ է սահմանել։ Գինը ժամով կավելանա, դատարան գնալու կանաչ լույսն էլ կվառվի միայն եթե հաշտության բանակցությունները ձախողվեն, սակայն այս հարցում էլ դրականն են տեսնում օրենսդրությունը զարգացնողները։ Բարձր ատյան կողմերը կհասնեն առավել հստակ պատկերացնելով վեճն ինչու է առաջացել եւ իրարից ինչ են ուզում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք քիչ անց։ Կրակոցներ Երևանում երկու տղամարդ հարաբերություններ են պարզել կրակոցից պատահական անցորդ տարեց կին է տուժել։ 887 միլիոն դրամի վնաս պետությանը Պեկի բացահայտումը Ծաղկաձորի խաղատներից մեկում։ Մեդիա աշխարհ, որտեղ սպասել տեղումներ, ավելին հաջորդ հիվ։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Մահից հետո ինչ-որ մեկին կարող ես կյանք նվիրել դոնորության այս տեսակը, որ ամբողջ աշխարհում շատ լայն տարածում ունի, տարեկան 100 հազարավոր փոխպաստվածումներ են իրականացնում, ուզում են զարգացնել նաև Հայաստանում։ Փորձագետները սակայն լուրջ ռիսկեր են տեսնում անկատար օրենսդրությունից մինչև հայկական յուրահատուկ հոգեկերտվածք։ Այնպես չլինի, որ բարեգործությունը խթանելու փոխարեն զարկ տան փոխպատվաստումների սև շուկային։ Հետմահու դոնորության բոլոր խնդիրները փորձել է վերհանել Էդուարդ Պողոսյանը։ Եթե կենթանության օրոք ամբուլատոր քարտի վրա չեք նշել, թե մահից հետո թույլ չեք տալիս, որ ձեր օրգանները վերցնեն, ապա պոտենցիալ դոնոր եք։ Բժիշկները ըստ մեր օրենսդրության այնուամենայնիվ համաձայնություն պիտի ստանան ձեր ընտանիքից, հարազատներից, իրավական ձևակերպմամբ, օրինական ներկայացուցչից։ Առողջապահության նախարարությունը որոշել է զարգացնել կայացնել այս ինստիտուտը մեր երկրում, որ մահից հետո կյանք փրկողներն ավելանան։ Ընդհանրապես օրգանների փոխպատվաստման կայացման առումով մենք պիտի 3 հիմնասյուներ ունենանք։ Առաջինը իրավական կարգավորումներն են եւ երկրորդը դրա իրականացման համաձայնության եւ մյուս օղակներում անհրաժեշտ իրավական կարգավորումներն են։ Ես կարծում եմ բավական այսպես զարգացած
բանի մոտեցում է եղել, որը Հայաստանը որդեգրել է, որովհետև փորձնել ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ որ այս մոդելն է կիրառվում, դոնորության ինստիտուտը շատ ավելի զարգացած է։ Աշխարհում յուրաքանչյուր տարի ըստ առողջապահական ամփոփ տվյալների իրականացնում են շուրջ 170,000 փոխպատվաստումային վիրահատություններ։ Այս թվի մեջ ներառված են նաև մեր երկրի ցուցանիշները, ընդ որում դիակային դոնորություն գրեթե չունենք, իսկ ողջ դոնորներից ամենաշատը երիկամի փոխպատվաստում է կատարվում, տարեկան մինչև 25 դեպք, լյարդի մինչև 5։ Բոլոր խնդիրները եւ դիակային եւ կենթանի մարդուց եւ ուղեղային մահից հետո վերցվող այս բոլորը շատ կապված են բարձր մակարդակի վերահսկողություն ունեցող սաներկի վերահսկողության մասին ունեցող վերակենդանացման ծառայության է ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունում այստեղ մենք լուրջ խնդիրներ ունենք ամենակարևոր չզարգանալու խոչընդոտներից մեկը այս ծառայության թերի լինելն է եւ երկրորդը ունենք մենթալիտետային, մշակութային, կրոնական ինչ որտեղ խնդիրներ օրգան տալու մշակույթը զարգացած չէ։ Հետմահու դոնորության ինստիտուտի կայացման համար ըստ ոլորտի փորձագետի նախ մեզ անհրաժեշտ է ստեղծել անկախ կառույց, որը ամբողջ համակարգը կվերահսկի, թե չէ Վարդանյանը պնդում է փոխպատվաստումների սև շուկան նրա ձևակերպմամբ ամբողջ հմայքով կարմատավորվի մեր երկրում։ Իսպանական հաջողված փորձն է օրինակ բերում, որը մեզ մոտ գործող նույն լրելիային համաձայնության սկզբունքով է առաջնորդվում։ Պետական հոգացության խնդիր կա։ Այսինքն ինչքանով պետական ֆինանսավորում լինելու այս դեպքերում։ Այսօրվա ռեսուրսներով չի կարելի ասել, որ անհնար է, բայց մեծ դժվարությունների առաջ են կանգնելու։ Իդեպ թե երբ համակարգի զարգացման քայլերը գործնական կլինեն, դեռ հստակեցում չկա։ Առողջապահական գերատեսչությունը ժամկետներ առայժմ չի նշել։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Կյանքի սենյակ զինվորի տանը իրականում սենյակ չէ, այլ մի ամբողջ մասնաշենք, որտեղ լիարժեք վերականգնողական բուժում կստանան մարմնի մի մասը հայրենիքի թանկ կտորում թողած երիտասարդները։ Մարտադաշտում տուժածները չէ, որ միայն կարող են օգտվել Հայաստանում նորագույն տեխնոլոգիաներով ստեղծված օրինակ քայլքի լաբորատորիայից, նաև ֆիզիկական սահմանափակում հնարավորություններով այլ քաղաքացիներ։ Նոր մասնաշենքը 159 միլիոն է արժեցել, որը ամբողջությամբ նվիրաբերել է Վիվան։ Շինությունը, որ տեսնում եք, զինվորի տան նոր մասնաշենքն է։ Այն կառուցվել է ոչ միայն եղած հնարավորություններն ընդլայնելու, բուժառուների սպասարկման ծավալը մեծացնելու, այլև Հայաստանում վերականգնողական բուժման աննախադեպ մոդել կիրառելու նպատակով։ Վիվայի աջակցությամբ կառուցված նոր մասնաշենքում հնարավոր կլինի նաև կազմակերպել սոցիալ-կենցաղային ռեաբիլիտացիա կյանքի սենյակ ծրագրով։ Հայաստանում վերականգնողական բուժման այս մոդելն անգնահատելի արդյունք է ապահովելու ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցողների կյանքի որակը բարձրացնելու հարցում։ Զինվորի տան կողքին լինելը կարևոր առաքելություն է Վիվայի համար։ Այս կառույցի հետ մեր ճանապարհը սկսել ենք 4 տարի առաջ, գիտակցելով իրականացվող ծրագրերի անհրաժեշտությունը։ Գործընկերության արդյունքում մեզ հաջողվել է բուժառու երիտասարդների հայացքում տեսնել ոտքի կանգնելու կամքն ու հավատը։ Պատասխանատու մոտեցումն ու երկարաժամկետ արդյունք ապահովելու ձգտումը նպաստել են, որ Վիվան ստանձնի նաև այս շենքի կառուցման առաքելությունը։ Նոր մասնաշենքում պատրաստ է քայլքի լաբորատորիայի դահլիճը։ Բուժառուների հետազոտումն իրականացվելու է նոր տեխնոլոգիաների միջոցով, ինչը թույլ կտա 2D ձևաչափով տեսնել, ժամանակին ու առավել հստակ բացահայտել եւ գնահատել հնարավոր խնդիրները։ Մեզ մոտ արդեն մի քանի տարի է ծրագիրը կար, սակայն չունենք համապատասխան տարածք զինվորի տանը։ Եվ այսպիսով կկարողանանք պրոթեզավորված եւ օրթեզավորված մեր տղաներին լիարժեք ավելի ճշգրիտ իրականացնել պրոթեզավորումը եւ օրթեզավորումը եւ այսպես ասած ամբողջացրեցինք վերականգնողական բուժման բոլոր աշխարհում գոյություն ունեցող ծրագրերն ու փուլերը։ Վերականգնողական բուժմանը զուգահեռ առանձնացված գոտիները կծառայեն հմտությունների ձեռքբերմանը։ Օրինակ, ինչպես օգտվել խոհանոցից, երբ հանգամանքների բերումով մարդը ստիպված է դա անել մեկ ձեռքով կամ ինչպես ինքնուրույն լոգանք ընդունել։ Մասնաշենքի մեկ հարկում գործելու է հարմարավետ ընդարձակ ճաշարան։ Բուժառու զինվորները հնարավորություն կունենան տեղում պատրաստված թարմ կերակուրներով սնվել օրական 3 անգամ։ Քաղաքացիական անձ կարող են օգտվել տարբեր պատճառներով, որոնք որ հայտնվել են այդ վիճակում եւ զինվորի տունը իրականացնում է նման ծրագրեր եւս եւ այդ ամբողջ հասույթը, որը որ քաղաքացիական անձիկ վճարում են զինվորի տանը եւս
նպաստում է մեր զինվորների առողջությանը։ Կարևոր նշանակության նոր մասնաշենքի կառուցման ամբողջ աշխատանքներն իրականացվել են հեռահաղորդակցության առաջատար օպերատորի Viva-ի աջակցությամբ։ Այդ նպատակով ընկերությունը նվիրաբերել է 159 միլիոն դրամ։ Սվետլանա Ավդիշյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Կրակոցներ Երևանում այսօր վաղարավոտյան Ավան համայնքում հրաձգություն է եղել, երկու տղամարդ հարաբերություններն են պարզել, կրակոցից տուժել է պատահական անցորդ Տարեց մի կին։ Օրվա այս և մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Ոստիկանության պաշտոնյան պետությանը պատճառել է շուրջ 3,7 միլիոն դրամի վնաս։ Հակակոռուպցիոն կոմիտեն է տեղեկացնում մանրամասնելով, որ ոստիկանության պաշտոնյան իր ենթակայությամբ գործող օպերատիվ կառավարման կենտրոնի ավագ տեսուչի ծառայողական պարտականությունները չկատարելու ընթացքում նրա անվամբ հաշվարկել ու վճարել է խոշոր չափերի ընդհանուր 3,673,510 դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ։ Ծառայողական պարտականությունները չկատարելու համար ոստիկանության պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել, կասեցվել է նրա պաշտոնավարումը։ Պետությանը պատճառված վնասը մեղադրյալը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնել է։ Ավան համայնքում կրակոցներ են հնչել երկու վիրավոր կա։ Հրազենային վիրավորում է ստացել 76 տարեկան մի կին, որին տեղափոխել են հիվանդանոց։ Ոստիկանները պարզել են, որ Խուդյակոբի փողոցում նախնական տվյալներով երկու անձի մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ, կողմերից մեկը գործադրել է հրազեն, ինչի հետևանքով միջադեպի մասնակից 31-ամյա տղամարդը, ինչպես նաև պատահական անցորդ կինը ստացել են վիրավորումներ։ Նրանք այժմ բուժօգնություն են ստանում։ Իրավապահները պարզել են հանցանք կատարած անձի ինքնությունը, այժմ փնտրում են նրան և հանցագործության գործիքը։ Մեկնարկել է բուհերի ընդունելության 2025 թվականի միասնական քննությունների հիմնական փուլը, որին մասնակցելու նպատակով հայտագրվել է 15970 դիմորդ։ Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալներով քննական առաջին օրը հանրապետությունում քիմիա առարկայից միասնական քննություն է հանձնել 1174 դիմորդ, ռուսաց լեզու առարկայից 309 դիմորդ։ Ընդհանուր գործում է 16 քննական կենտրոն, որից 11-ը մարզերում, 5-ը Երևանում։ Բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլում ընդհանուր առմամբ գործելու է 46 քննական կենտրոն, որոնցից 17-ը Երևանում, 29 մարզերում։ 2025 թվականի հունվարին միայն միասնական քննություններին մասնակցելու համար դիմել է 11608 դիմորդ։ Նախադպրոցական կրթության ոլորտում 3-ից 5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը վերջին տարիներին զգալի աճ է գրանցել, հասնելով մոտ 75%-ի։ Այս մասին հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը։ Ի տարբերություն 2017 թվականի շուրջ 20% ավելի մեծ թվով երեխաներ են ընդգրկված նախադպրոցական կրթության մեջ, իսկ սեպտեմբերից նաև նոր ծրագիր կմեկնարկի նախատեսված 6 ամսեկանից մինչև 1 տարեկան երեխաների համար։ Թումանյանի անվան զբոսայգում արվեստի սիրահարները արդեն մի քանի օր է հնարավորություն ունեն բալետային արվեստի հրավառությանը ականատես լինելու։ Երևանյան միջազգային բալետային 3-րդ փառատոնը մայրաքաղաքում անցկացվում է արդեն 3-րդ անգամ։ Փառատոնի շրջանակներում ելույթ է ունեցել Մոսկվայի մեծ թատրոնը, երեկ և այսօր հերթը Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնինն է։ Հունիսի 13-ին ելույթ կունենա Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ Լիլի Հովերն է տեղյակ օդերևութաբանների կանխատեսումներին։ Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ, նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում չորեքշաբթին կանցնի փոփոխական երկնքով։ Տեղումներ սպասվում են առավելապես հյուսիսային շրջաններում։ Ջերմաստիճանը կբարձրանա ևս 4 նիշ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 20-ից 24 աստիճան։ Վայոց-Ձորի և Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 26-ից 32, Լոռիում 24-ից 26, Տավուշում 28-ից 32 աստիճան։ Արարատում Արմավիրում կդիտվի 30-ից 33, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 28-ից 32, Սյունիքի նախալեռներում 24-ից 26 աստիճան։ Երևանում օրը կանցնի փոփոխական
փոփոխական երկնքով, առանց տեղումների։ Այս գիշեր սպասվում է 14-ից 16, ցերեկը 28-ից 31, երեկոյան 21-ից 23 աստիճան։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։